Երեկ պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ի տարբերություն օրեր առաջ Վրաստան կատարած Հայաստանի Հանրապետության նախագահի այցին, որն ավարտվեց ընդամենը Սուրբ Գևորգ եկեղեցու վերահսկման արարողությանը մասնակցելով, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին փաստաթուղթ, որն ուղղված է երկու երկրների հարաբերությունները զարգացնելուն, այդ թվում անվտանգության, տնտեսության, քաղաքականության, առևտրի, մշակույթի և կրթության ոլորտներում։ Վրաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկումների առանցքում են եղել տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրները։ Համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մասնավորապես ասել է, որ չնայած տարածքային ամբողջականության հետ առաջացած խնդիրներին, Վրաստանը հավատարիմ կմնա իր տրանզիտային պարտավորություններին։ Վրաստանի հայ հասարակական և քաղաքական գործիչները լավատես են, չնայած Վրաստանը սերտացնում է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, դա ի վնաս Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների չի լինի։ Թբիլիսիի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեծ հետ հեռախոսազրույցում ընդգծեց. Վրաստանի համար և Հայաստանը և Ադրբեջանը կարևոր հարևան երկրներ են, բայց ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի հետ Վրաստանը տնտեսապես ավելի խորն է կապված։ Ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, ասեմ, տնտեսապես Վրաստանը Ադրբեջանի հետ ավելի մտերիմ է կապնված, ինձ բավականին իրանք ինվեստիցիաներ ունեն, էլի։ Բազմազգ Վրաստան քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը մեծ հետ հեռախոսազրույցում ընդգծեց, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը էական ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա։ Որպես կանոն, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպումների ժամանակ կոնկրետ տնտեսական հարցեր են քննարկվում և փաստաթուղթ է ստորագրվում։ Ադրբեջանն իրոք կարևոր երկիր է Վրաստանի համար։ Մանավանդ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու կառուցումից հետո Վրաստանն էլ ավելի կկարևորվի Ադրբեջանի համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի այցին, այդ այցը Ստեփանյանի ևս կարևոր էր։ Ադրբեջանը տնտեսական տեսանկյունից ավելի հետաքրքիր երկիր է Վրաստանի համար, իսկ Հայաստանը կարող է միջանցիկ երկիր դառնալ՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Սև ծով, Եվրոպա։ Արնոլդ Ստեփանյանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանն ունի հնարավորություն դառնալու Վրաստանի համար էլ ավելի կարևոր երկիր, քան հիմա կա, և դա մեծամասամբ կախված է նրանից, թե ինչպիսի աշխատանք կտանի Հայաստանի դեսպանատունը Վրաստանում։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն իր հերթին ընդգծում է, դեսպանության աշխատանքն էական ու կարևոր նշանակություն ունի։ Դեսպանությունները էական նշանակություն են խաղում որևէ երկրի արտաքին քաղաքականության զարգացման մեջ եւ հատկապես տնտեսական եւ առևտրային կապերի զարգացման մեջ մեծ դերակատարություն ունի դեսպանության աշխատանքը։ Հայաստանը խնդիրներ ունի ոչ միայն Վրաստանում, այլև գրեթե բոլոր երկրներում։ Տեսնենք Միացյալ Նահանգներում ենթադրենք, որտեղ որ մենք ունենք շատ քիչ քանակով դիվանագետներ, որոնք աշխատում են մի ահռելի երկրում, որտեղ նույնիսկ երևի 30-40-50 հոգանոց թիմը բավարար չէ լինի աշխատելու, բայց քանի որ ցավոք մեզ մոտ արտաքին քաղաքականության հարցերը որոշվում են ոչ թե դեսպանների մակարդակով ավելի բարձր, դեսպանները որպես կանոն կատարում են ավելի շատ տեխնիկական բնույթի աշխատանք։ Գևորգ Մելիքյանի խոսքերով Հայաստան-Վրաստան և Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները չի կարելի միևնույն հարթության վրա դիտարկել։ Հայաստանը տարիներ շարունակ վարում է այսպես կոչված կոմպլիմենտար քաղաքականություն, որ ես կանվանեի զգուշավոր քաղաքականություն։ Ինքը փորձում է հնարավորինս այնպես քայլեր անել, որպեսզի շատ մեծ ալիք չառաջանա եւ արդյունքում չտուժի։ Հասկանալի է Հայաստանի փոքրությունը այստեղ կապ ունի, Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրները, բարեկամ երկրների քանակի պակասությունը եւ այլն եւ այլն։ Ադրբեջանը այդ առումով ոչ մի կաշկանդվածություն չունի։ Ադրբեջանը նաեւ ի հեճուկս Հայաստանի օգտագործում է Վրաստանի որպես Հայաստանի նախկին, այսպես ասած, եղբայրական պետություն։ Կարծեք այդտեղ հոգեբանական էլ առավելություն ունի Ադրբեջանը, որ Հայաստանի եղբոր հետ ինքը շատ լավ հարաբերություններ է հաստատում, դրանով իսկ նաև հոգեբանորեն հարվածելով Հայաստանին։ Վրաստանը նրա խոսքերով այժմ Ադրբեջանի սիրելի երկիրն է եւ ստացվել է այնպես, որ Հայաստանը կամաց հետ է մղվել այդ եռանկյունուց։ Ադրբեջանն իր գումարներով եւ ազդեցությամբ հետ է քաշել Վրաստանը դեպի իրեն։ Հայաստանը կորցնում է իր հնարավորությունները Վրաստանի հետ համագործակցության, ինչպես որ Իրանի հետ համագործակցության իր հնարավորություններն է կորցնում երկու երկրներ, որոնց հետ ունենք հարաբերություն, բայց որոնց հետ ամբողջովին ներուժը չի օգտագործում։ Եվ շատ ճիշտ եք նշում, Սերժ Սարգսյանը մասնակցում է, գնում է Թբիլիսի, զբաղվում է եկեղեցու բացման արարողությամբ, կարևոր շատ հարցեր կան, բայց բավարարվում են միայն հայտարարություններով։